Ուրիշ մոլորակի վրա կյանք կա, այս հարցի հետևից գնալով գիտնականները կյանքի հնարավոր նշաններ են տեսել այս անունով մոլորակի վրա։ Ժամանակից շուտ ոգևորվել ու այլ մոլորակայինների սպասել պետք չէ։ Եկեք հասկանանք, թե ինչ ուսումնասիրություն է սա։ Քեմբրիջի համալսարանի մասնագետներն են ուսումնասիրել K2-18b մոլորակի մթնոլորտն ու հայտնաբերել մոլեկուլների հետքեր, որոնք երկրի վրա միայն պարզ օրգանիզմներն են արտադրում։ Ահա գիտական խմբի ղեկավարը իր թիմի հետ նայել է երկրից 2.5 անգամ մեծ եւ մեզնից 700 տրիլիոն մղոն կամ 124 լուսնային տարի հեռու այդ մոլորակին։ Պարզվում է K2-18b մթնոլորտում առկա են առնվազն երկու կյանքի հետ ասոցացվող մոլեկուլների՝ դիմեթիլ սուլֆիդի եւ կամ դիմեթիլ դիսուլֆիդի քիմիական հետքերը։ Երկրի վրա այդ գազերն արտադրում են ծովային միկրոօրգանիզմները։ Նույնիսկ այն դեպքում, որ սա այս թեմայով հրապարակված ամենակուռ հետազոտությունն է, բայց բայցերը շատ են ու սա դեռ բացահայտում չի համարվում։ Դրա համար գիտնականները պետք է այսքան տոկոսով վստահ լինեն, որ արդյունքները ճիշտ են։ Գիտական սլենգով ասած 5 սիգմա արդյունք պիտի ունենան, բայց ներկայիս արդյունքները միայն 3 սիգմա են, 99.7%։ Իսկ ընդհանրապես, երբ խոսքը տիեզերքում կյանքի այլ նշանների մասին է, 5 սիգման էլ վերջնական ապացույց չէ։ Այս պարագայում նախ պետք է հասկանալ DMS-ի և DMDS-ի աղբյուրները։ Անկախ գիտնականները նշում են, եթե անգամ երկրի վրա այս գազերն արտադրում են միկրոօրգանիզմները, սա դեռ չի նշանակում, որ օտար մոլորակում էլ դրանք կենսաբանական ծագում ունեն։ Տիեզերքում ի վերջո մեզ համար շատ անբացատրելի գործընթացներ կան։ Այս տեսակետի հետ նաև Քեմբրիջի գիտնականներն են համաձայն։ Դրա համար էլ հիմա փորձում են գազերը ստանալ ոչ կենսաբանական պայմաններում, լաբորատորիայում եւ խոստանում, որ վերջնական պատասխան կունենան 1-2 տարուց։ Գիտական խմբի ղեկավարն էլ ասում է, եթե պարզեն, որ K2-18b-ում կյանք իրոք կա, սա կնշանակի, որ կյանքը գալակտիկայում լավ տարածված է։